Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ, բարև ձեզ պարոն Գրիգորյան, շնորհակալություն միանալու համար։ Բարև Ժիրայր ջան։ Պարոն Գրիգորյան, տեսեք, երբ մենք խոսում ենք Հայաստանի դիմադրողականության մասին, արտաքին մարտահրավերներին դիմագրավելու հնարավորությունների, կարողությունների մասին, բնականաբար մենք պետք է առաջին հերթին նաև խոսենք հենց մեր ներքին կարողությունների, մեր ներքին դիմադրողականության մասին, որից էլ նաև պետք է ածանցվի մեր արտաքին, այսպես ասենք, դիմադրողականությունը, հա։ Ինչու եմ այսպես սկսում զրույցը, որտեղ ուզում եմ անդրադառնանք նախ Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարություններին, մասնավորապես, որ խոսելով 2020-ի պատերազմի մասին, ասել է, որ հայերը հայկական կողմն է սադրել, սկսել պատերազմը, ինչ աներ Ալիևը։ Այս հայտարարությունը, չգիտեմ, առնվազն հնչում է հանրապետության երկրորդ նախագահի շուրթերից ու ես չգիտեմ, էլի, այն բոլոր օրակարգերը, որոնք դուք որպես քաղաքագետ, որպես փորձագետ, մենք որպես մեդիա կամ տարբեր գործիչներ եւ այլն փորձում են ծառայեցնել ի նպաստ Հայաստանի Հանրապետության, գալիս է մեկը, որի աբսուրդային հայտարարությունը հակառակ կողմը հանգիստ կարող է վերցնել եւ փորձել, այսպես ասենք, լեգիտիմացնել իր գործողությունները ու նաեւ լեգիտիմացնել ապագա գործողությունները։ Հաշվի առնելով, որ օրինակ Բաքվում ընթանում են դատավարություններ, որոնց առանցքային նպատակը այն է, որպեսզի Հայաստանի դեմ նոր փաթեթներ ձևավորեն։ Եվ այս մարդը, չգիտեմ, ես ուղղակի բացատրություն չեմ գտնում, չգիտեմ ինչ ասեմ։ Գիտես, միջև հասնելը այս ելույթի, որը ունեցավ Ռոբերտ Քոչարյանը, ինչքան հասկացա համասարաններից մեկում Երևանում, միջև անդրադառնալ այդ թեմային, ես ուզում եմ ասել, որ գործող իշխանությունները, գիտես, ինչով են առանձնահատուկ, իրոք չեն զգում վտանգները։ Այդ շատ հետաքրքիր երևույթ է, երբ որ կա թիմ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, թիմ, որը ունի անցյալ, չես կարող ասել, որ Նիկոլ Փաշինյանը, ասենք, միջև հեղափոխություն, ասենք, մեկ տարվա անցյալը ուներ։ Ինքը բավական երկար տարիներ պայքարում էր եւ այլ, ու նույնիսկ զարմանալի է, որ մարդը, որը անցավ բանտերը, պայքարում էր ժողովրդավարության համար եւ այլ, այդ զգացումը վախի, անվտանգության, երբ որ խնդիրները ուժեղանում են, որ մտածես, որ դա վտանգները ուժեղանում են, եւ անձամբ իր դեմ, եւ պետության դեմ։ Շատ հետաքրքիր է, ընդհանրապես այդ բաները չկան։ Ինչի հետ է կապված դժվարանում եմ ասել, բայց մի օրինակ ձեզ բերեմ, Ժիրայր ջան, երբ որ ես բերում եմ եվրոպական երկրների օրինակները կամ Մոլդովայի, ինձ ասում են Ստեփան ջան, դե քո ցավը տանեմ, ճիշտ բաներ ես ասում, բայց ճիշտ մեզ հասկացի, էլի խի ես բերում Եվրոպայի, զարգացած երկրներ են, Մոլդովայի օրինակը նորից շատ մոտ է կանգնած Եվրոպային, սահման ունի Եվրոմիության հետ, խի ես բերում այդ օրինակները, ոնց պայքարել է Մայա Սանդուն, նախագահ Մոլդովայի, էֆեկտիվ օրինակ Ռուսաստանի հիբրիդային պատերազմների դեմ, ոնց է ինքը փագե ստորկուսակցությունը, այդ օլիգարխները վախից փախած են երկիր, այդ քո ասածը, այս ներսում հակապետական տարերը պայքարը իրանց դեմ։ Հիմա ես քեզ կբերեմ կենտրոնական Ասիայի երկրները երկու օրինակ։ Ուրեմն դա ուղղակի է վերջի 10 օրվա պատմությունը։ Եվ Ղրղստանում, եւ Ղազախստանում սկսեցին գործել, հարուցվել կամ ձերբակալվել մարդիկ, ովքեր հավաքագրում էին մարդկանց ու տանում էին այդ մարդկանց պատերազմել Ուկրաինայի դեմ։ Լավ էլի, կներես էլի։ Ղրղստան, Ղազախստան։ Բայց պարզվում է այս երկրներում, կենտրոնական ասիական երկրներում, որոնք բավական հեռու են ժողովրդավարությունից, բայց շատ լավ հասկանում են, որ անվտանգություն կա, պետական անվտանգություն։ Եթե իրենց քաղաքացիներին
վերբովկա են անում, տանում են կռվելու, հետո որ վերադառնան, իրանք կպայթացնեն ներսից այդ պետությունները։ Ու իրանք ձերբակալեցին նաև ռուսկի դոմ աշխատողներին, այդ գրասենյակների, ովքեր այդ գործով զբաղվում են։ Ինչ եմ ուզում ասել։ Նույնիսկ պետությունները, որից դու չես սպասում, որ գիտեն այդ խնդիրների մասին, պարզվեց, որ գիտեն։ Հիմա Հայաստանում ով ուզում է մտնում է, ով ուզում է դուրս է գալիս, այդ բեսմերտնի պոլկ որ կա, չէ, գիտես այդ անմահ գունդ, այդ բեսմերտնի պոլկը, որը կռվում են Դոնեցկում, ինչ որ իբր Ուկրաինայի ֆաշիզմի դեմ եւ այլ, ինչ որ մարդիկ հայտարարություններ են անում, ասում են հեսա կգանք Հայաստան, ոչ մի ռեակցիա։ Այդ մեծ խնդրեմ է, ես կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին ուշադրություն դարձրեք կամ մյուս օրինակը ու անցնեմ պատասխանելու քո հարցին։ Շատերը չգիտեն, որ Յանուկովիչը նախկին նախագահ չի Ուկրաինայի։ Շատերը գիտեն, որ ինքը փախավ, որ ինքը մարդկանց վրա կրակում էր, որ ինքը հանցագործ է, Ուկրաինայի դատարաններով 10 հատ որոշում կա, ցմա բանդարկություն, չգիտեմ ինչ, բայց շատերը չգիտեն, որ ինքը ոչինչ է։ Դες Ռադան որոշում ընդունեց, օրենք ընդունեց, որի համաձայն այս ձևի փախած նախագահան երկրից դավաճանած երկիրը չի կարող լինել նախկին նախագահ։ Միտքը հասկացար ինչ եմ ուզում ասել։ Դա է պատճառը, որ Ուկրաինան հիմա պայքարում է։ Դա է պատճառը, որ հավասար ուժեր չեն, մարդիկ չեն հասկանում ինչքան անհավասար պայմաններ են Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև։ Ավիացիան օդը ամբողջությամբ Ռուսաստանի ձեռքում է։ Բայց տեսակ ոնց է պայքարում Ուկրաինան։ 4-րդ տարի գնաց, ծանրագույն վիճակ է, բայց ոնց է պայքարում, քանի որ իրանք ներսից շատ բաներ մաքրեցին, շատերը չգիտեն, որ մեծ թվով падգամավորներ դավաճանած կամ վերացվել են, երբ որ ճակատում էին Ուկրաինայի ժողովրդի դեմ, կամ վերացվել են, կամ Ուկրաինայի գիտես հատուկ ծառայությունները լրջագույն օպերացիան անցկացրել են Ռուսաստանի ներսում, վերացրել են հանցագործ գեներալներին, ովքեր հրաման էին տալիս քաղաքացիական մարդկանց ռմբակոծել։ Եթե դու ներսից չես մաքրում իրավիճակը կամ գոնե չես ձգտում մաքրել, իրոք օբյեկտիվ շատ դժվար է։ Դա է պատճառը, որ ես կառավարության ասում եմ, խոմ չեմ ասում մենք ժողովրդավարությունից հրաժարվենք, հենց ժողովրդավարության շրջանակներում այդ մասամբ լյուստրացիա անենք, սկսենք այդ աշխատանքը, կապը մի շարք կուսակցությունների դրսի ուժերի հետ ճշտեք, ֆինանսավորումը ստանում են, չեն ստանում, շտորը ինչի փագեցին, շատերը չգիտեն, գիտեն թե այդ Մոլդովայի ալիգարխի կուսակցությունը փագեցին, ոչ, բռնեցին ֆինանսավորումը շորի այդ կուսակցության Ռուսաստանից։ Ի պաշտոն է բռնեցին, հասկացար։ Ոչ թե արձերն, այլ փոխանցումներով, բաներով ու օրենքի համաձայն փագեցին։ Ուրեմն, եթե դու դա չես անում, Ժիրայ ջան, իրոք պետությունը ծանր վիճակի մեջ է։ Ու ես կոչ եմ անում, այո, ես հասկանում եմ նախկինում Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը բարձր է, ու ինքը հանգիստ էր։ Ռեյտինգը բարձր է, հիմա դրա տակ 5% էս կողմ, 10% են կողմ, ինքը չէր մտածում։ Բայց Գյումրին ցույց տվեց, որ այդպես չի։ Ուրեմն դու պետք է ցանկացած դեպքում բարձր ռեյտինգը ցածր է, պետք է մաքրես, որ ներսում դու ճիշտ ես ասում, որ ներսում այդ դավաճանական 5-րդ շարասություն չլինի։ Գիտես, տարակարծությունը դա նորմալ բան է։ Տարբեր կարծիքներ կա, տարբեր մոտեցումներ, բայց Հայաստանում գործում են ուժեր, ովքեր դեմ են այս երկրի սուվերենության, դեմ են տարածքային ամբողջականության։ Ոնց դու կարաս հանգիստ։ Հիմա անցնենք, թողնենք հիմա այս թեման, ես օրինակը բերեցի ոնց Ուկրաինան պայքարում է այս ձևի տարերի դեմ, հիմա անցնենք Ռոբերտ Քոչարյանի ասածին։ Հիմա բոլորս գիտենք իր կարծիքը, պրոռուսական մոտեցումները, հիշում ենք ոնց ինքը ինչ կար չկար տալիս էր Ռուսաստանին, կապում էր մեզ մենակ Ռուսաստանի հետ, այդ քաղաքական գնահատականն է։ Հիմա նայենք իր ելույթը։ Ինքը ելույթում բացատրում է, որ ռուսական զենքը ավելի լավն է։ Եթե ռուսական զենքը ավելի լավն է, այս ոնց Ռուսաստանը չի կարող կոտրել Ուկրաինային,
ունենալով աղրելի առավելություն, մարդիկ չեն պատկերացնում։ Ասենք, եթե Ուկրաինան ունի 10,000 տանկ, Ռուսաստանը ունի 100,000 տանկ։ Մարդիկ չեն հասկանում, ինչ դիսպրոպորցիա է։ Եթե Ուկրաինան ունի, օրինակ եմ ասում, կործանիչներ 50 հատ, Ռուսաստանում 2,000 հատ է, բայց չի կարող կրել, քանի որ այն զենք զինամթերքը, որ Ուկրաինան ունի, մեծամասամբ արևմտյան է։ Ու ավելի էֆեկտիվ է, դա է պատճառը, որ ամեն մի օրինակ կործանիչը հավասար է 10 հատ ռուսական կործանիչների։ Հասկացա՞ր։ Այդ որ ասում են բրոնետրանսպորտյոր տանկ, այս գերմանական տանկերը, ասենք, մեկը հավասար է 50 հատի ռուսական տանկերից։ Միտքը ինչու՞մ է։ Այս առավելությունը տեխնոլոգիական, նաև ռազմատեխնիկական ոլորտում արևմուտքի ակնհայտ ստեղերևում է։ Հիմա տեսար դու շեշտը դրեցիր այլ հարցի, ես հասարակ հարցերի մասին եմ խոսքը։ Ու հիմա այս մարդը ռեկլամ է անում ռուսական զենքը, քննադատում են զենքը, որը ֆրանսիացիք, իրանցիք եւ Հնդկաստանը տվեց։ Նորից կրկնում եմ, դու ֆորմալ կարող ես կարծիք է, էլի։ Բայց մենք տեսնում ենք, որ ասենք իրոք ասել, որ մեր պատճառով պատերազմը սկսվեց, իրոք անզգույշ ու լուրջ խնդիր է։ Այո, դու ճիշտ ես ասում, ուղղակի մոտ օրերս Ադրբեջանը դա կօգտագործի ու հիշում ես մի անգամ արեցին հղում ինչ որ բանի, որ Լևոն Տեր-Պետրոսյանը վաղուց է ասեց, ոնց օգտագործեց Ադրբեջանը։ Ուրեմն, գիտես, պետականամետությունն էլ դա շնորհք է։ Դա ու մեր ուղեղներում պետք է լինի։ Մյուս հարցերը նորից քննադատություն ինչ որ արևմուտքի նկատմամբ, ինչ որ Ուկրաինայի հետ կապված չէ, ինչ որ մտքեր ասես, որ Ուկրաինան չպետք է ՆԱՏՕ գնա, այդ Ուկրաինայի ժողովուրդը որոշում է ուր է գնում։ Ուզում են որ ՆԱՏՕ, ուզում են Եվրոմիություն, շատ լավ։ Ու ստացվում է, որ Պուտինը, որը հրահրեց պատերազմը, միայն դրա պատճառով, որ Ուկրաինայի ժողովուրդը ուզում էր ժողովրդավարական համակարգ ստեղծել, ու իօգուտ դրա խոսելը զարմանալի է։ Բայց միտքս ինչու՞մ է։ Այս ինտերվյուից ես հասկացա, այդ մարդիկ չեն փոխվում։ Ամեն շատ բաներ աշխարհում փոխվում են, զարգանում են, իրենց կոնցեպտը նույնիսկ այդ զարգացումների հետ ինչ որ չափով չի զարգանում։ Ինչ են ժամանակ ասել են Ռուսաստան եւ վերջ, ու հիմա էլ կրկնում են։ Ու ոչ միայն երկրորդ նախագահի մասին է խոսքը։ Ու մեկ թեմային նորից ուզում եմ անդրադառնալ։ Հիշում ես Նիկոլ Փաշինյանը, որ մի անգամ մարտ ամսին նիստերի ժամանակ ազգային ժողովում ինչ որ նյարդացրեցին ու ասեց, որ ես համարում եմ, որ երկրորդ, երրորդ նախագահները չեն ընտրվել։ Այսևի միտք ասեց։ Հետո Ալեն Սիմոնյանից սկսեցին պահանջել համաձայն է թե ոչ, Ալեն Սիմոնյանն էլ ասեց, իմ կարծիքն է, որ այդ ընտրությունները, այդ այն ընտրությունների ժամանակ չեն ընտրվել այդ մարդիկ։ Այդ լուրջ հայտարարություններ են։ Ցանկացած երկրում, եթե առաջի, երկրորդ, երրորդ դեմքերը այս ձևի հայտարարություն անում են, դրանից հետո հետևում են իրավաքայլեր, իրավական քայլեր, հետևանքներ։ Դες կենտրոնական ընտրական հանձնաժողովը, քննիչական մարմինները, դատախազությունը, գործեն հարություն այդ հայտարարությունների հիման վրա սկսում են ստուգել, բացել այդ փաթեթները ընտրությունների։ Մեզ մոտ ոչ մի բան։ Այդ դեպքում մի խոսա դրա մասին։ Միտքս ինչու՞մ է, այ դա էլ է անվտանգություն, դու ճիշտ ես, ցանկացած հայտարարություն։ Դա էլ է անվտանգություն։ Այսօրվա նախագահի, այսօրվա վարչապետի, երեկվա նախագահի, երեք չառաջորվա նախագահի ամեն մի հայտարարություն շոշափում է մեր անվտանգությունը։ Հասարակ բան։ Ես համոզված եմ այսօր դուք կուզենաս խոսել մայիսի 9-ի մասին, ես ուղղակի մի ֆրագմենտ մենակ ասեմ, հետո կանդրադառնանք այդ թեմային։ Նիկոլ Փաշինյանը պլանավորում է գնալ։ Դու գիտես ոնց խառնվեց աշխարհը, ու այն մարդիկ, ովքեր պլանավորում են Մոսկվա մայիսի 9-ին գնալ, եւ որ Զելենսկին հրաժարվեց 3-օրյա զինադադարի։ Ինքը ասեց, կարող է մեզ ձերը քարտում։ 30 օրով զինադադար հաստատենք, ես համաձայն եմ։ Բայց Պուտին ասում է, չէ, այս 3 օրը ես պետք է անցկացնեմ իմ միջոցառումները նորմալ, հետո կռմբակոծեմ քեզ։
ու Զելենսկին ասեց, ով գնում այնտեղ, թող չսպասի, որ ես իմ քայլերը չեմ անի, քանի որ իմ երկիրը ավերում է։ Ու ես հարց եմ տալիս։ Էս ո՞նց է գնում։ Էս մենք չունենք անվտանգություն, մենք չունենք հատուկ ծառայություններ, ովքեր Նիկոլ Փաշինյանին կանչեն կաբինետ, բարի բունի իմաստով։ Ոչ թե գնան Նիկոլ Փաշինյանի կաբինետ, կանչեն իրենց կաբինետ, որը պաշտպանված է, ավելի ուժեղ, հասկանում ես, չէ՞, ու ասեն ղեկավար ջան, դու գիտես, որ վտանգներ կան, ու տարբեր տիպի վտանգներ կան, անպայման չի, որ դրսի հարվածից, ներսից կանեն, հետո կգցեն ուկրաինացիների վրա։ Հասկանում ես, դա նաև պետության կայունությունն է։ Ես օրինակ ասում եմ, տեսնում եմ, կա դժգոհություն Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունից։ Կան կողմնակիցներ, բայց դժգոհություն աճում է։ Նորմալ, ու ես ինչ եմ ասում։ Լուծեք հարցերը ուղիղ 1 տարուց հետո հերթական ընտրությունների ժամանակ։ Դժգոհ եք, նորմալ է, պայքարեք, հետո լուծեք ընտրությունների ժամանակ կնայենք, կվերընտրվի Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը ինքը թե ոչ, թե ինչ որ ուրիշները կգան, բայց ցնցումների միջոցով շատ վտանգավոր է անցնել, ես կքանդվի ամեն ինչ, բայց եթե հաշվարկ չեն անում, որ վտանգ է գնալ մայիսի 9-ին բարի բուն իմաստով, ֆիզիկապես վտանգ է գնալ, գիտես այդ պետական մոտեցում չի, ու ես համոզված չեմ, որ այդպես նստում են ու բացատրում են համապատասխան մեր պետական ինստիտուտները վարչապետին։ Հասկացար չէ։ Հիմա հարցը նրանում չի դու կողմնակից ես, թե կողմնակից չես ես իշխանության։ Անիշխանության վատ բան չկա, ինձ հավատա։ Անիշխանությունը դա ավտոմատ կսկսի դեստաբիլիզացիա երկրի ներսում։ Դեստաբիլիզացիայի ժամանակ դրսից կհարվածեն ինչ ուզում էին վերցնել, կվերցնեն, հետո այն մնացածում պետք է խելքի բերես քո երկիրը։ Պարոն Գրիգորյան, ինչ վերաբերում է մայիսի 9-ին, հա, այդտեղ դուք միայն անվտանգային խնդիրներ եք տեսնում, թե քաղաքական, այսպես ասենք, խնդիրներ եւս կան։ Անվտանգային խնդիրները ել ավելի ակտուալացան Զելենսկու հայտարարությունից հետո։ Պարզա Զելենսկին լուրջ քաղաքական գործիչ է, ինքը ապացուցեց, բայց ինքը ուրիշ բան է ասում։ Ինքը ասում է, եթե Ռուսաստանը ռմբակոծում է իմ քաղաքները, ինչի ինքը այդ 3 օրա հանգիստը վերցնում է, որ այնտեղ ցուցադրական բաներ անի։ Ու դա կարող են օգտագործել, հասկացար, ոչ թե Զելենսկուն կգա հարվածը, ինչ որ բան կանեն, հետո ուկրաինացիների վրա կգցեն։ Միտքը հասկացար, բայց դու ճիշտ ես, գլխավոր հայտարարությունը այնուամենայնիվ քաղաքական կլինի։ Հասկանում ես, ով է գնում այնտեղ, դու գիտես, Բուրկինա Ֆասոյի ղեկավարը, Վենեսուելայի ղեկավարը, Ալիևն է, ԱՊ երկրներ են, Ռախմոնն է, Լուկաշենկոն է, ինչ գործ դու ունես այնտեղ։ Ու մյուսը շատ կարևոր է։ Եվրոմիությունը զգուշացրեց։ Եվ Կայա Կալասը, եւ Եվրոմիությունը մեր սրտով չի, հա, դու կարող եք գնալ, բայց իմացեք, որ մեր սրտով չի, ու այն պետությունները, ովքեր մեզ աշխատում են, դա կազդի իրանց վրա։ Իսկ եթե այսպիսի իրավիճակ լինի, մենք գիտենք, որ մայիսի 9-ին աջակցություն Ուկրաինայի, Եվրամիության երկրների արտգործնախարարները մեկնելու են Կիև, եթե օրինակ Փաշինյանը այնուամենայնիվ գնա Մոսկվա, մեր արտգործնախարարը օրինակ գնա Կիև։ Շատ լավ առաջարկ դու արեցիր, այդ առաջարկը արի ուղենք մեր կառավարությանը, այո, ինչ որ մեղմացուցիչ գործոն կլինի, մեղմացուցիչ, բայց ես չգիտեմ, եթե Նիկոլ Փաշինյանը գնում է Մոսկվա ու ասենք 100%-ով հաստատված է ուկրաինացի կհրավիրեն, ես կասկածում եմ, պետք չի մտածել, որ ուկրաինացի կհրավիրեն։ Ու մյուս գործոնը մայիսի 9-ի բոլորը պետք է դա հասկանան։ Դու գիտես, որ այնտեղ կլինի ռազմական շքերթ։ Ռազմական շքերթ։ Նաև ռազմական ստորաբաժանումները հրավիրված են բոլոր ԱՊ երկրներից։ Ես չգիտեմ Հայաստանից կլինի թե ոչ, չեմ էլ լսել ու չեմ ուզում հավատալ, որ մերոնք այդ կամ անխելք են, որ ուղարկեն, բայց Ադրբեջանից ինչքան ես գիտեմ, պլանավորում են ուղարկել։ Օրինակ Ղազախստանը ասաց, որ կուղարկի, հասկացան, փոքր զինվորական խումբ, որը
այդ հրապարակում Կարմիր պետք է անցնի այդ շքերթում եւ այլ եւ այլ։ Ու հիմա պատկերացնում ես ամբիոնում կանգնած են ղեկավարները, ասենք 10-15 թե ինչքան երկրից, նաեւ Նիկոլ Փաշինյանը ու Ադրբեջանի զորքերը հաղթական զորքերը անցնում են ու պետք է բան տաս, հա, չեստ տաս, հա։ Չէ, գիտես, այստեղ այդքան շատ են այդ նյուանսները, վտանգները, քաղաքական, կոնկրետ եւ այլ նսեմացիչ բաներ կան։ Այն մարդիկ, ովքեր նորմալ մարդիկ, ովքեր ասում են պարոն Գրիգորյան, բայց մեր լուման երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ահրելի մեծ է, ճիշտ են ասում, արեք մեր հանրապետության հրապարակում, չեմ ասում ռազմական շքերթ, բայց մի հատ մեծ հավաք արեք, նշեք դա, իրոք մեծ լումա մեր ժողովուրդը ունի։ Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ պայքարելով, մարշալներ տվեցին, գեներալներ տվեցին, աշխարհով մեկ ճանաչված։ Շատերը չգիտեն նաև պատերազմի երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բավական մեծ թվով հայեր կռվել են Ամերիկայի զորքերում, այնտեղ գեներալ ունենք պատերազմի ժամանակվա։ Նու ես Միսակ Մանուշյանի տիպի մակարդակի հերոսների մասին չեմ խոսում հիմա, բայց ուզում եմ ասել, որ շատ ու շատ այլ բանակներում, ուրեմն նշեք Երևանում, դրա ինչու՞ է խնդրեմը։ Թող աշխարհը տեսնի, մեզ պետք չի ռազմական շքերթ, բայց ասեք մի հավաքեք, ասեք մեսիջ, որ խաղաղություն, հակա ֆաշիստական այդ ճիշտ ուղղություն է։ Ու մյուս գործոնը էլ ավելի կարևոր, միգուցե ամենակարևորը։ Դու գիտես, այն որ մեր պրոռուսական ուժերը եղել են Մոսկվայում, դու գիտես, Եդինայա Ռոսիայի գործընկերները, Հանրապետական կուսակցությունը Հայաստանի եւ Բարգավաճ Հայաստանը։ Լավ, մարդիկ գնացին, պարտներություն են անում, միջկուսակցական նորմալ է։ Հա, իրենց ելույթները, պրոռուսականությունը եւ այլն ինձ դուր չի գալիս, ես բաց եմ ասում, բայց դու կարող ես ասել, դե քաղաքական ուժերեն գնացին։ Պատրաստեցին իրենց համար սադրանքը։ Ես ելույթները, մեր ներկայացուցիչները լսեցի։ Նյարդացած, բողբոքված, այո, պատասխան տվեցին, բայց միտե իրանք չէին հաշվարկում, որ Ռուսաստանը Ադրբեջանի հետ սադրանք կազմակերպի։ Ադրբեջանի ներկայացուցիչները խոսում էին հայկական ֆաշիզմի մասին, խոսում էին դաժան բաներ, որ այ ոնց ֆաշիզմի դեմ կռվում էր աշխարհը, իրանք ստիպված էին 30 տարի կռվել մեր էքստրեմիզմի դեմ, չգիտեմ ինչի դեմ, օկուպացիայի դեմ, հազիվ վերականգնեցին։ Էս եք ուզում լսել, բայց Ալիևը դա կասի, քանի որ ԱՊ-ի երկրները նիստ անպայման կլինի նվիրված 80-ամյակի բացի շքերթից։ Չգիտեմ 1.5 ժամ թե ինչ, բայց կլինի։ Ու Ալիևը այդ կասի այդ 100%-ով, ես կարող եմ տեքստը տալ ելույթի Ալիևի, ես գիտեմ ինչի վրա շեշտը ինքը կդնի, այդքան մեկ փորձ ունեն։ Հիմա ինչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը։ Ու ստացվում է ինքը գնաց այնտեղ սկանդալ բարձրացնելու, ասենք եթե Ալիևը ասի, որ մենք պայքարել ենք հայկական էքստրեմիզմի դեմ, ֆաշիզմի դեմ, դու հիշում ես Ալիևը դրա մասին խոսեց, հենց ասեց հայկական ֆաշիզմ։ Ալիևը ասեց, ոչ թե երկրորդ, երրորդ դեմքերը։ Հետո դու ինչ ես անել։ Ուրեմն ես ինչ եմ ուզում ասել, առաջինը դա մեր տեղը չի։ Պետություն, որը Ուկրաինայի դեմ դաժան պատերազմ է վարում, պետություն, որի հեղինակությունը ցածր է։ Ես հասկանում եմ, ինձ գիտես ինչ սկսում եմ բացատրել։ Դա Ստեփան ջան, դե Տրամպի օրոք մի քիչ ամեն ինչ փոխվեց եւ այլ։ Ում համար փոխվեց։ Ամերիկայի համար, Չինաստանի համար, խոշոր խաղացողների համար, փոքրերի համար ինչ փոխվեց։ Եթե դու քո սկզբունքներից դեպի ժողովրդավարություն գնալը, քո սկզբունքներից հետ կանգնես, դու կթուլանաս, մյուսները չեն թուլանա։ Այդ մեծ խաղացողները այսօր փոխում են իրանք դիրքորոշումը, վաղը տեղը կգա, նույն Տրամպը կտեսնես շատ հարցերում հետ կկանգնի, չի օգնի Ռուսաստանին, կոշտացնի սանկցիաները։ Հիմա ինչ որ բաների որոնման մեջ է, բայց դու եթե սկզբունքները փոխես, դու փոքր ես, դու բանի տակ կանգնես, ճնշման տակ կանգնես։ Ուրեմն ես ուզում եմ ասել, որ թվարկեցի քեզ այն սցենարները, որոնք կարող են այնտեղ լինել ու կառավարությունը պետք է դրա մասին մտածի։
Հուսանք պարոն Գրիգորյան, որ այնուամենայնիվ դրա մասին կմտածեն, հետևանքները բնականաբար հաշվարկել են, հաշվի կառնել։ Ես քանի որ մայիսի 9-ը սա երի ետևում չէ, հենց հիմա ես ձեզ առաջարկ անեմ, նաև եթե Հայաստանի վարչապետը մասնակցի այդ միջոցառմանը, ապա դրա հաջորդող հենց օրերին ձեզ հետ եւս մի զրույց ունենանք։ Դա անպայման։ То есть եթե մենք ունենանք ինչ որ արդյունքներ կխոսենք, կարող է, ես չեմ բացառում, վարչապետը տիրապետում է իրավիճակը, բայց Հայաստանի ներսի լարվածությունը ինձ հուշում է, որ փոխվում է շատ բաներ։ Ներսում Հայաստանի ապակայնացում է գնում, փորձ է արվում ապակայնացնել, դա պատահական չի լինում։ Հասկանում ես, այ երբ որ Նիկոլ Փաշինյանը ուներ 60-70% ռեյտինգ, վարկանիշ, գնալ չի գնալու, դա էլ կարևոր հարցեր էին, բայց ինչ որ չափով մենք կարող ենք ասել, չէ, դե տիրապետում է իրավիճակը, ոչինչ թող գնա, թող նայի, հա, բարդ վիճակի մեջ կընկնի, թող ինքն էլ դուրս գա տակից։ Բայց դու ստեղ շատ թուլացան։ Իմ ասածը պնդումները, եթե այդքան թուլացած չլինեինք ներսում, ես չէի ասի։ Գիտես, այդ որ ասում են հիբրիդային պատերազմ։ Առաջի հերթին նկատի ունեն ինֆորմացիոն պատերազմը, չէ՞։ Սուտ լուրերի տարածում, մանիպուլյացիա, չէ՞։ Օգտագործել 5-րդ շարասյունը եւ այլ եւ այլ, բայց ես տեսնում եմ, որ կամաց տեղափոխվում են դեպի սադրանքային քաղաքականություն։ Էդ էլ հաշվի առնելով, որ օբյեկտիվ լարված է վիճակը Հայաստանի ներսում, օբյեկտիվ շատ սխալներ է անում իշխանությունը, օբյեկտիվ շատ ու շատ մարդիկ դժգոհ են։ Ես տեսնում եմ այդ սադրանքային տարեր եւ ընտրությունների ժամանակ Գյումրիում եւ հիմա Երևանում տեսնում են այս ձևի սադրանքային ու դա էլ հիբրիդային պատերազմի բաղադրիչ են։ То есть հիբրիդային պատերազմը ոչ միայն ասենք պրոպագանդիստական աշխատանք Հայաստանի դեմ, ոչ միայն ներսի պրոռուսական ուժերի օգտագործում, նաեւ սադրանքներ, երբ որ ստիպում են ինչ որ կոշտ պատասխանել պաշտոնյաներին։ Պաշտոնյան պարզ է, միշտ պետք է լինի զգոն, միշտ պետք է ժողովրդի հետ խոսա, քննարկի, իրավունք չունի, ասենք, ուժ կիրառել, իրավունք չունի, չգիտեմ, կոշտ հրետորաբանություն օգտագործի, բայց հասցնում են առանձին դեպքում ու դրա հետ կապված սկսվում են եկա պատմություններ։ Միտքս հասկացա՞ր։ Առանձին դեպքերում դա անկեղծ է, կան մարդիկ, որ անկեղծ դժգոհ են, չես կարող բան ասել։ Բայց հաճախ ես տեսնում եմ դրա մեջ ինչ որ միտումնավոր սրում մտցնել, հասկանում ես, այս քաղաքական ներսի պայքարի մեջ ու անպայման չի, որ գլխավոր դեմքերը նախկինները, ասենք, գլխավոր դեմքերը առաջի պլանում լինել։ Իրենց պրոքսիները ակտիվ, ագրեսիվ աշխատում են, վիրավորում են, բան են անում, հետո ասում են, տեսակ, մեզ պատասխանեցին ուժով կամ անօրինական ձևերով։ Այդ ես տեսնում եմ։ Ինչու դա ինձ մտահոգում է։ Շատ նման է նրան, ոնց էին ապակայունացնում Ղարաբաղը, որ հայաթափեն Լեռնային Ղարաբաղ։ Շատ նման, դու չես պատկերացնում ինչքան նման է, տպավորությունը ուղղակի ազգանունները այլ են ու մի քիչ ավելի մեծ է տարածքով Հայաստանը։ Էս է տարբերությունը։ Շնորհակալ եմ պարոն Գրիգորյան։ Քեզ էլ շնորհակալություն, Ժերայր։ Ընկերներ, զրուցակիցս քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն էր։